Այսօր չնայած շաբաթ է, Հայաստանում աշխատանքային օրեր։ Պատճառն այն է, որ մայիսի 4-ը հայտարարվել է ոչ աշխատանքային, որովհետև այդ օրը Երևանում անցկացվելու է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Դե քանի որ աշխատանքային օր էր, ազգային ժողովում տեղի են ունեցել ավանդական ճեպազրույցները, որտեղ իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչները խոսել են թե խաղաղության գործընթացի, թե ներքաղաքական զարգացումների մասին։ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, որ Հայաստանը խաղաղության հասնելու համար նախապայմաններ չի դնում։ Նրա խոսքով գերիների վերադարձի եւ ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցերը հնարավոր է լուծել հենց խաղաղության գործընթացի շրջանակում։ Պատգամավոր Թաքուի Ղազարյանն էլ լրացնելով կուսակցին նշել է, որ խաղաղության պայմանագիրը Հայաստանի համար առաջնահերթություն է։ Նախապայման դնելը ըստ էության փակուղի տանող ճանապարհը եւ խնդիրները չլուծելու մասին է։ Ինչ վերաբերում է սահմանադրությանը, մենք բազմիցս ասել ենք դեռևս 2019 թվականից, որ Հայաստանի Հանրապետությանը պետք է նոր սահմանադրություն եւ նոր սահմանադրության օրակարգը բացառապես Հայաստանի Հանրապետության ներքաղաքական օրակարգն է։ Այսքանը շնորհակալ եմ։ Ավելացնում Հայաստանի Հանրապետությունը ինչպես հայտարարել է, այդպես էլ շարունակում է նույն դիրքորոշումն ունենալ, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար նախապայմաններ չի առաջ քաշելու, այն պարզ պատճառով, որ խաղաղության պայմանագիրը մեզ է պետք, մենք ոնց որ մեր մի շահը մյուս շահի հետ փոխել չենք կարող, ինչպես խաղաղության պայմանագիր ստորագրելն է մեզ պետք, այնպես էլ գերիների վերադարձը եւ Հայաստանի տարածքներից դուրս գալն է մեզ պետք եւ հետեւաբար մենք չենք կարող ասել մենք կկրակենք մեր ոտքին, եթե չանեք այն ինչ մենք ուզում ենք։ Հետևաբար խաղաղության պայմանագրի օրակարգը Հայաստանի համար է առաջնահերթություն։ Եթե կլինեն կողմեր, երրորդ կողմեր, երկրորդ կողմեր, ովքեր կցանկանան ձգձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը, դա ավելի շատ ի վնաս Հայաստանի է, հետևաբար հօգուտ Հայաստանի է ամեն ջանք գործադրել, որպեսզի օր առաջ ստորագրվի խաղաղության պայմանագիրը եւ դուք գիտեք, մենք դեռևս նույնիսկ վերջի երկու կետը չհամաձայնեցված 24 թվականից ասում ենք, որ կարող ենք նույնիսկ այդ պահին ստորագրել, հետո համաձայնեցնել շարունակություն եւ արդեն եւ Հայաստանի համար դա ամենաառաջնահերթ հարցն է խաղաղության օրակարգում ստորագրել եւ վավերացնել խաղաղության պայմանագիրը առանց որևէ նախապայմանի։